Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Մեղքը թույն է Ձեռքերդ շտապ որևէ մեկի վրա մի դիր և ուրիշների մեղքերին մասնակից մի եղիր, քեզ մաքուր պահիր Առաջի Տիմոթեոս 5:22 Մարդկային կյանքը թունավորելու համար շատ բան պետք չէ, մի կաթիլ թույնը բավական է այն թունավորելու համար: Մարդկության դեմ թշնամի հանելու համար պետք չէ մի ամբողջ բանակ հանել, մի կաթիլ թույնը բավական է այն թունավորելու համար: Բամբասանքն է, որ մեր կյանքում իր մեծ դերն է խաղում: Սուտ, չար, նախանձ խոսքերով կկարողանաս թունավորել ցանկացած մարդու կյանք: Թունավոր խոսքի համար քեզ պետք չեն զենքեր: Ինչպես սատանան Եվային խաբելով Աստծո հանդեպ օգտագործեց իր բամբասանքի շտեմարանից 3 բան՝ նախանձը, չարությունը և սուտը: Այդպիսով նա թունավորեց ամբողջ մարդկային կյանքը ու ամբողջ աշխարհը: Այդ թույնը մեղքն էր: Այսօր էլ միլիոնավոր մարդիկ իրար դեմ օգտագործում են այդ չար սպառազինությունը, թունավորելով մարդկային կյանքը: Ուստի մեղքը թույն է, որ մտնելով մարդու մեջ թունավորում է նրա ամբողջ կյանքը և տանում դեպի մահ: Մենք գիտենք նաև օձի կծելուց հետո թունավորվում է մարդու մարմինը և դա նրան տանում է դեպի մահ: Այդպիսին է նաև մեղքի թույնը, մեզ կտանի դեպի մահ: Խոստովանելով մեր մեղքերը և գալով դեպի մեր կյանքի բժիշկը կփրկվենք ենթարկվելով և հնազանդվելով նրա խոսքին: Ինչպես անապատում օձերից խայթվածների հետ էր լինում Թվոց 21:9 Սատանան դրա համար էլ Եվային խաբելու համար օձին օգտագործեց: Աստված երբեք մեղք չի գործում ու մեղքի հետ էլ գործ չունի: Դրա համար էլ թե երկնքում և թե երկրի վրա ոչ ոք նրան չի կարող որևէ բանի մեջ մեղադրել: Նա կա ու կմնա միշտ առանց մեղքի: Դա երևաց Հիսուսի երկրի վրա արած գործերով: Նա երբեք չմեղանչեց: Ովքեր որ վերստին ծնված են, Սուրբ Հոգով մկրտված են, նրանք ունեն իրենց մեջ աստվածային չիպը: Դա Սուրբ Հոգու չիպն է մեր մեջ: Դրա համար էլ ես չեմ վախենում երկրի վրա տարածվող չիպի լուրերից: Ես իմ մեջ ունեմ աստվածային Սուրբ Հոգու չիպը: Չլա թե երկրին մեջ տարածված լուրեն ձեր սիրտը թուլանա ու վախենաք: Երբ մեկ տարվան մեջ լուր մը, հաջորդ տարվան մեջ ուրիշ լուր մը գա: Երեմիա 51:46 Ամեն: